Ողջույն, ես Մանեն եմ, ու այսօր նկարում ենք կյանքը մայր թատրոնում։ Իրականում մենք հիմա գտնվում ենք Կապշել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, նույնիսկ բոլորիս քաչ հայտնի Սունդուկյանում։ Ու հիմա կասեք ինչի համար ենք մենք թատրոնում։ Ես մասնակցում եմ երկնագույն նետ ներկայացմանը, ապարում եմ այս ներկայացման մեջ։ Ու այսօր դա հերթական սեանսներից մեկն է, որը պետքա ապարենք, այդպես որոշեցի ձեր հետ էլ կիսվեմ, որպեսզի եւ ինձ հուշ մնա եւ դուք տեսնեք ինչա այստեղ կատարվում։ Նախ ասեմ, թե ոնց ես հայտնվեցի այստեղ այս ներկայացման մեջ։ Իրականում մեր խորեոգրաֆը համույթի, ես ապարում եմ Նարեկ Պարային համույթում արդեն 11 տարի է, այսինքն 10 տարին դպրոցում, մի տարի արդեն համույթում, կես։ Ու մեր խորեոգրաֆը ընկեր Արիկը պետքա այս ներկայացման խորեոգրաֆը լիներ, այդպես մեր համույթից 4 աղջկա բերեց այստեղ, որպեսզի այստեղ էլ ապարենք, ու ես ինձ մի անգամից մեծ ոգևորվածությամբ ցանկություն հայտնեցի գալու ու հայտնվեցի այստեղ։ Միշտ ապարել եմ տարբեր թատրոններում, ունեցել եմ այդ հնարավորությունը ապարելու թատրոններում, համույթի հետ տարբեր պարային ներկայացումներում շատ եմ ապարել, համերգներին, փառատոններին, հենց այս թատրոնում եմ շատ եղել, բայց որպես հենց թատրոնի ներկայացում, դերասանական կազմի հետ, դերասանական անձնակազմի հետ առաջին փորձառությունս էր, բայց եմը շատ ուրախ եմ, որովհետև սիրում եմ սենց բաներ, ասեմ ավելին ես միջև ստեղ գալը, սենց որ շուրջ տատրոպ 2-3 տարի առաջ, ասում եմ ես պետք է գնամ թատերական ինստիտուտ, ես թատերականը ուղով եմ շարունակելու կամ պարային կամ հենց դերասան եմ լինելու, բայց երբ որ եկա թատրոն, Սունդուկյան, այդտեղից հետո ես նախ շատ սիրեցի այս ամեն ինչը, որովհետև շատ հետաքրքիր է, նույնիսկ ես գալիս եմ փորձերի ներկայացնել, ես այնտեղ չեմ հոգնում, ավելի շատ էներգիա եմ ստանում, բայց հասկացա, ինքն մի տարօրինակ բան ստացվեց, որովհետև ես հասկացա, որ ես ամեն ինչը շատ եմ սիրում, շատ ինքն է, բայց նաև դրա հետ մեկտեղ հասկացա, որ ես չեմ ուզում իմ ամբողջ կյանքում զբաղվեմ սրանով ու չեմ ուզում գնամ թատերական ինստիտուտ, այլ ուզում եմ ուրիշ մասնագիտություն ունենամ, բայց կհամատեղեմ, որովհետև եթե նման առաջարկ էլի լինի, ես միանշանակ տուտ եւ որ ամենտեղ ես, գիտեմ, այս մեր ներկայացման ռեկվիզիտն է, ասեմ, որ երկրագույն նետ ներկայացման մեջ եմ ապարում, ինքը հեքիաթ մյուզիկլ է Ջանի Ռոդարի մոտիվներով, այդպես փոքրիկ ինչ-որ հատվածներ ունենք, որ ապարում ենք։ Այդպես այսպես փորձ ենք արել, իրականում շորով ենք եղել, փորձը շուտ չեմ էլ հագել, բայց այդպես որոշ հատվածներ, որ նկարել է ընկերուհիս, այսօր ընկերուհիս եմ բերել, որ նկարի ես վլոգը, կդնեմ կտեսնեք, մի խնդակ շարժվում է կամերան։ Այդպես հիմա սա շուտով կսկսի ներկայացումը, այս պատմեցի ինչ ենք անելու, ինքը մանկական ամանորյա ներկայացում այդ էլ ասեմ, հիմա գնանք պատրաստվենք, մնացածը ցույց կտամ։ Ուրեմն երեխեք մենք եկել ենք թատրոնը բացահայտելու, ավելի ճիշտ դիտկային եմ ցույց տալիս։ Ինչա որտեղ տուր եմ անում, անցկացնում ամբողջ թատրոնը։ Եկանք դաշնամուր գտանք, Ուլիկան որոշեց, որ պետք է իր տաղանդները ցույց տա, տաղանդը այս դաշնամուրի վրա։ Լավ, արդեն ստորագրեցի։ Давай, Մանջան։ Ստորագրեմ, ես եմ ստորագրում, ես եմ ստորագրում։ Շնորհակալություն։ Անեն ազատվում ակորդել։ Դիմումը գրել է։ Ուրեմն երեխեքան դերասաններին քիչ մոտեցել եք, տեսեք լիք հայլի մեջ վերևում ես, գիտես։ Սոված եմ։ Այսքանը։ Ձեք, եկեք ամենտեք դրեք կտանք։ Բատոն չի կես որ ամբողջ օր ուզում առնի, երկու խանութ ենք գնացել։ Հա։ Երկու տեղ գնացինք, ոչ մի տեղ չկար, աղիձողիկի հույսին մնացի։ Տենց։ Kind of busy. Նայք, գալիս են երեխեք, մանեն այստեղ փոխվում է։ Նկարում ենք Get Ready With Me ներկայացման համար, հիմա գտնվում եմ Սունդուկյան թատրոնում ու հագնվելու եմ, պատրաստվելու ենք երկնագույն նետ ներկայացման համար։ Միացրեցի՞ր։ Ուրեմն երեխեք ձեր համար Get Ready With Me եմ նկարել։ Կտեղադրեմ, կտեսնեք, ունեմ այսպիսի look, հիմա սա ներկայացումը կսկսի մի քանի րոպեից, արդեն բեմում սենց աղմուկ կա, լույսերը ստեղի անջատած է ետնաբեմի, ֆանարիկով ենք նկարում։ Մի խոսքով սենց բան չեմ, արագ իմ ռեկվիզիտները եկեք վերցնենք, որ սկսի ներկայացում, ուրեմն վերցնենք այս գազարը, որը իմն է, մենք այս միկրոֆոնը։
Մի րոպե, այստեղ մի հատ այո, բլոգ ենք նկարում։ Կարև եք իմ հետևորդների ես։ Ես գտա։ Ուրեմն վերցնենք այս նամակը, որի մեջ իրականում ոչինչ չկա, բայց ես իբր սա իմ նամակն է։ Եվ ինձ հարկավոր է մի հատ սամալյոտիկ։ Մի հատ սամալյոտիկ է, խնդրում եմ։ Եվ հարկավոր են այս սամալյոտիկը։ Վերջ, այսպես ես հիմա մտնելու եմ բեմ։ Ներկայացումից, հա ոչինչ։ Ներկայացումից հատվածները կդնեմ։ Kind of busy, like kind of busy։ Սկսում ենք։ Սա մեր ետնաբեմն է, Անժելիկան։ Գազարես։ Լիկան որոշեց դες ցույց տա, եկեք ցույց տա։ Բայց որ ֆանարան գնում օքեյ։ Okay։ Արի ես գնում նստեմ, դավայ։ Սո, հիմա Լիկան կգնա կնստի։ Եվ այսքանով կովորտենք մեր ինչը նախապատրաստական աշխատանքները։ Զակուլիսիա։ Գնամ իմ տեսանից դուրս չմնամ։ Կատարվում բեմում ներկայացման ժամանակ ռեկվիզիտի հետևը։ Ճիշտ ես դու ասում տիկնիկ, բայց դեմ մեկ ետ ուզեի, միայն ինձ նվիրեի, մեր բարի Ֆրանչեսկոյին։
լավ Զինվորներ են պետք նրան, որ զինվորներով խաղաղ Ֆրանչեսկո լավն է շատ, լավն է պես կապիտան Ես ինչի է դեպ հա բայ Իտոկո տեմպարիկամ, զինվորներ պետք է նրան Հնդկացի խելոք դիկնի Որպի սովորեցի, մեր բարի Ֆրանչեսկոյի Ես կստան Երեխա է միամին Բրնեցին ձեր տղայի Չեսկոյին ամենլավ է մեքենավարում գնաց Ահա ինչա կատարում ներկայացման ժամանակ բևում ռեգիստի հետև Սենյորներ, բարոններ, ինձ լսեք, ինչ կասեք, եթե մենք բոլորը մեր Ֆրանչեսկոյի, մեր լավ տղային, անակնկալ մատուցենք, բրավո! Всё, Искана. Ես բոլորի հախեցավ, ես մեկակը պատրաստել եմ փոխտակա, այստեղ Երեխաները գալիս են բարև են։ Ալիսան, Հասան։ Привет։ Չանոթո։ Ես այս քաղաքի տիրուհին եմ ես համարում ունեցներին Բողոցում չի վաճառվի ոչ մի բանի Թե անձամբ ես մի չտամ չասեմ թե վաճառի Հերոցի եմ գերեցի Ուրեմն երեխեք չան մնացել եմ մի հատ բան պարենք ֆինալ Էդ էլ ես չեմ պարում պատմահանից ես Օրջոքիս եմ նվեր ստանալու իբր Ես Ջան Պաուլոն եմ вообще Սխասնս վատ տղի լույսը Ստեղի Ջան Պաուլոն եմ вообще ներկայացման մեջ Բրկա տղա լինեի Բայց ես յուբկայով եմ ու թափած մազերով եմ դրա համար մի քիչ էդի այդքան էլ տենց չի ստացվում Պրոստո անունը սատու Այսպես եմ Օրջուկնա Օրջուկ Հեսա ֆինալն է, հեսա կել եմ պեմի հետ ես, չգիտեմ ինչ էր, սած արանքով ման եմ գալիս, ենք հավոր ստեղի լույսը նորմալ էր համենային դեպս, այս տիգա մի հատ ձեր հետ մի անամ, նոր գնամ պեմ, ֆինալն էլ անենք, ու վիսյո այսօրվա ներկացումը այսքանն էր, ապակման իրականում այսօր պետք է 2 սյանս լիներ, բայց երկրորդ սյանսը հանեցին, մի սյանսով ենք պարում, այդպես իրականում շոտ հավես կլիներ, որ ես հասցրած լինեի ավելի շուտ նկարած լինի ես ողը Տկամիս ասենց ոտը Հենց ասեմ Իրականում առաջ դեկտեմբերին մենք ես նույն ներկայացնում արել ենք ավելի շատ Այսինքն օրը 4 սյանս ենք ունեցել ու ամբողջ օրը մենք թատրոնում ենք եղել Ողք ես այդ ժամանակ YouTube չունեի, ես YouTube-ից բացել եմ դետը մի ամիս է մոտավոր հլը չի լրացել, երկրի կամ լրացել է, հա մի ամիս է ու
Այս ներկայացումը մենք շատ ենք բարել, դեկտեմբերից ենք սկսել, դենք հալչետ ձմեռային է, հա, ամանորյայի ավելի շատ, այդպես այն ժամանակ ավելի հավես կլիներ իհարկե, իմ կարծիքով որ ամբողջ օրը նկարեի, ամբողջ օրը այստեղ էինք, փորձերից եւ այլն, բայց դե հիմա ունենք այնինչ ունենք, նկարում եմ այս մի սեանսը վլոգով, բայց դա ամեն դեպքում խոշ կմնա, շեշտեմ շատ սիրեցի ես ամեն ինչը, շատ եմ սիրում, շատ հավես է, շատ ամեն ինչը շատ դրական է այստեղ, անցնում մեր փորձերը, դա շատ հավես է էլի իմ համար, չգիտեմ, սիրում եմ այս ամեն ինչը, իհարկե ասացի, որ մասնագիտություն որպես սա չեմ պահելու, բայց սիրեցի թատրոնը առհասարակ, ուղղակի իրականում, հա, շատ բարդ գործընթաց է էլի, լավ գնամ ֆինալից շատ չեմ բլբլում, որովհետև ես այստեղ նորմալ լույս տենցել չգտա, հա? Ես ընկերներ չունեմ։ Բոլորովին։ Բայց ես շատ եմ ուզում, որ լանը ինձ սպասի ընկերս։ Ինձ միշտ ասում են, որ ես շատ լավ տղա եմ, բայց ավելի լավը կդառնամ, եթե դուք ինձ երջանկացնեք, ձեր Ջանպոպոլո։ Ջանպաոլո։ Բարձր է։ Շատ կարող, շատ բարձր է։ Մատիր, որ ներսից բացես դուրը, մատիր։ Ոչ, չեք կարող, բարձր է։ Այ, ոտքերով։ Ուրեմն մենք վերջացրեցինք, ասեմ մի հատ գամ իմ ավանդական ամենասած հայլու մոտ աութֆիթ չեք հանեմ, այսինքն աութֆիթ ունեմ այսօր ու գնանք տուն։ Ուրեմն ցելնես մենք ավարտեցինք ներկայացումը, այս մեր աֆիշն է, հետնագույնն է։ Ավարտեց ներկայացումը, ավարտեց մեր այսօրվա օրը թատրոնում, հա մեր օրեմայի թատրոնում ու հիմա գնում ենք տուն։ Այնպես որ կսպասեմ ձեզ իմ հետագա վլոգներում, եթե հավանեցիք անպայման գրեք մեկնաբանություններում, մենք էլ գնացինք, շնորհակալություն որ նայեցիք մինչև վերջ։ Մեկ էլ չմոռնաք իմ Instagram-ին follow լինեք։ Пока։